Մի օր ինչ-որ մեկը հարցրեց Էյնշտեյնին, թե իր կարծիքով ով է ամենախելացի մարդը աշխարհում։ Էյնշտեյնը, ով հայտնի է որպես ամենախելացի մարդ, զարմացրեց բոլորին իր պատասխանով։ Նա ասաց. «Իմ վարորդը»։ Մի օր մենք գնում էինք կոնֆերանսի եւ ես շատ հոգնած էի այդ պահին։ Նա առաջարկեց խոսել իմ փոխարեն։ Նա արդեն անգիր գիտեր ելույթը, քանի որ բազմիցս լսել էր։ Մենք փոխվեցինք հագուստով եւ նա բեմ բարձրացավ։ Այն ժամանակ, երբ սոցիալական ցանցեր չկային, մարդիկ լսել էին Էյնշտեյնի մասին, բայց չգիտեին, թե ինչ տեսք ուներ նա։ Վարորդը հիանալի ելույթ ունեցավ։ Միջոցառման ժամանակ լրագրողներից մեկը ձեռնոց նետելու համար հարց տվեց հարաբերականության տեսության մասին։ Հանգստությամբ եւ խելացի դեմքով Էյնշտեյնի վարորդը կատարելով իր դերը պատասխանեց. «Այս հարցը այնքան պարզ է, որ նույնիսկ իմ վարորդը կարող է պատասխանել։ Նա նստած է այստեղ առաջին շարքում։ Խնդրում եմ դուրս եկեք եւ պատասխանեք այդ հարցին», ասաց վարորդը Էյնշտեյնին։ Նա վեր կացավ եւ փայլուն պատասխանեց այդ հարցին։ Դրանից հետո այլևս ոչ ոք չէր ցանկանում հարցեր տալ։ Մարդկանց դատում են իրենց շրջապատով։ Եթե դու շփվես իմաստուն մարդկանց հետ, ապա ինքդ էլ իմաստուն կդառնաս։ Քո բնավորությունը նույնպես կզարգանա իմաստուն մարդկանց հետ շփման ժամանակ։ Այս տեսանյութով կիսվեք ձեր ընկերների հետ եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչքանով կարող է շրջապատը ազդել մարդկանց վրա։